Դեպքի վերաբերյալ ինձ ահազանգել էին երեխայի հարազատները, ես նյութ էի հրապարակել, ինձ ահազանգել էին նաև երեխայի մորական տատիկը և պապիկը, ավելին պապիկը Տավուշի մարզից, կոնկրետ Բերդ քաղաքից հասել էր Երևան, որպեսզի խոսեր, թե ինչ է կատարվել իր թոռնու հետ և գործն ինչ ընթացք է ստացել։ Եվ այսպիսով ինձ պատմեցին, որ 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն է իրականացվել երկու անձանց կողմից, այդ մասին աղջիկը հետագայում ցուցմունք է տվել, հարցաքննվել է մի քանի անգամ, դեպքի վայրի զննություն է իրականացվել, աղջիկը վայրը ցույց է տվել, մանրամասն հանգամանքները ներկայացրել է, սակայն երբ արդեն բոլորը կարծել են, թե գործը պիտի մտնի դատարան, դատախազը կասեցրել է երկու անձանց նկատմամբ գործով անցնող, ենթադրյալ մանկապիղծների նկատմամբ գործով անցնող քրեական հետապնդումը, այդ անձանց անունները ես ձեզ ասեմ, 1965 թվականին ծնված Ավանեսյան և Ռ. Եսայան, այս անձանց մասին է խոսքը։ Ինչ տարիքի տղամարդկանց մասին է խոսքը։ Ասացի, 1965 թվականին ծնված տղամարդկանց մասին է խոսքը, այսինքն մենք գործ ունենք կրկին պեդոֆիլիայի հետ, նշվել է, որ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել և պարզվել է, որ այս անձիկ, որով գործով անցնում են որպես մեղադրյալ, անկարող են սեռական հարաբերություններ ունենալ, դատաբժշկական փորձաքննությունն է ցույց տվել, բայց միևնույն ժամանակ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխայի մոտ եղել է կուսաթաղանթի խախտում, այսինքն երեխան հասկանալի է երեխայի հետ ինչ է տեղի ունեցել, ստացվում է վարույթն իրականացնող մարմնին չի հետաքրքրել, լավ, ի վերջո, եթե դուք ասում եք, որ այս երկու անձիկ չեն եղել, ապա ինչպես է երեխան այդ իրավիճակում հայտնվել, չէ՞ որ անչափահաս է եղել, այսինքն միայն զբաղված են եղել այդ երկու անձանց գործից մաքրելով, հանելով գործից, սա բարեկամներն են ասում, ստացվում է, որ բռնարարներին այս անգամ եւս փորձում են արդարացնել եւ կարող է կասկած լինել, որ անգամ կեղծված լինի դատաբժշկական։ Ես որոշակի փաստաթղթերի եմ ծանոթացել, նշեմ, որ բավականին փորձել են համակարգված այսպես գործել, գործում կան բժշկական թղթեր, դատաբժշկական թղթեր, բայց միևնույն ժամանակ գործում առկա են աղջկա ցուցմունքները հարցաքննության, որտեղ հենց առաջին հարցաքննությունների ժամանակ աղջիկը նշել է, թե իր հետ ինչ է տեղի ունեցել։ Նշեմ, որ այս ողջ ընթացքը եղել է առանց փաստաբանի, փաստաբան ներգրավված չի եղել գործում։ Անչափահաս երեխա է եւ փաստաբան ներկա չի եղել, ով է ներկա եղել երեխայի հետ։ Տեսեք, մենք գործ ունենք շատ խոցելի երեխայի հետ, որովհետև սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիք է եղել, երեխայի մայրը մահացած է, երեխան եղել է այդ ժամանակահատվածում հոր խնամքին, ապրել է հոր և պապիկի հետ, երեխան որևէ մտավոր խնդիրներ չի ունեցել, իհարկե դեպքից հետո հոգեբանական ծանր իրավիճակում է հայտնվել և այդ փաստաբանի մնացած հարցերով այդ պահին չեն զբաղվել և ինձ տեղեկացրել են նաև, որ քննիչն էլ ասել է, որ փաստաբան երեխային անհրաժեշտ չէ և այդպես գործում ներգրավվել է նաև, նշեմ, որ Բերդի համայնքապետարանը հակված է եղել երեխայի իրավունքների պաշտպանությանը և գործում ներգրավված է եղել Բերդի համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովի անդամ Ա. Եսայան, այս կինը փաստաբան չի եղել, բայց ինքը կարողացել է երեխայի հետ այնպես աշխատել նաև հոգեբանորեն, որ երեխան ամեն ինչ իրեն պատմել է։ Երեխան հետագայում ասացի է, նաև քննիչին է ամեն ինչ պատմել, սակայն խնդիրը նրանում է, որ հետագայում այս կինը Բերդի քաղաքապետարանի աշխատանքից դուրս է եկել, հետևաբար այլևս ինքը իրավունք չուներ լինել տվյալ հանձնաժողովի անդամ և արդեն փոխվել է այն
այն այո հանձնաժողովի անդամը, որը ներկա է գտնվել հարցաքննությանը, բայց նշեմ, այստեղ ասում են հոգեբան կարծես թե ներկա է եղել, բայց հոգեբանի ներկայության մասին տվյալները հստակ չեն կարողանում այդ ամենի մասին մատնանշել, բայց առանց փաստաբանի, երբ այդպիսի գործ է եղել, ավելին ասեմ, թեև երեխայի տատիկը եւ պապիկը Բերդից են, երեխան այդ ժամանակահատվածում, երբ որ սեռական բռնության է ենթարկվել, եղել է գյուղական համայնքում, այնտեղ է բնակվելիս եղել եւ գործով անցնող անձիկ եւս եւ ավելին ասեմ անձանցից մեկը սեռական բռնության ենթարկած երեխայի հետ բարեկամական կապ ունի, այո, եւ այս կինը, որը եւս փաստաբան չի եղել, բայց կարողացել է երեխայի իրավունքները որոշակի առումով սկզբնական փուլում պաշտպանել, եւս այդ գյուղից է եղել։ Նա իմ տեղեկություններով, ինձ տված տեղեկություններով ճնշումների է ենթարկվել, պատկերացրեք մի գյուղից, ավելին ասեմ, մենք այսպես որ անուն ազգանուններով փնտրեցինք եւ այլը, հետո հասկացանք, որ ավելին այն կինը, որը սկզբնական շրջանում երեխայի իրավունքները փորձել է պաշտպանել, չնայած փաստաբան չի եղել, բայց տատիկի հետ միասին երեխայի, նույնիսկ դատախազի որոշման դեմ հանցագործների, ենթադրյալ հանցագործների նկատմամբ քրեական վարույթը կասեցնելու դատախազի որոշման դեմ բողոք են ներկայացրել, կոնկրետ այդ հանցագործներից մեկի հարևանն է եղել, բայց ինձ հասած տեղեկություններով շփում չի ունեցել, որովհետև այդ ժամանակահատվածում որևէ մեկը այդ անձանց հետ գյուղում չի ցանկացել շփվել, ավելին ամբողջ գյուղը ոտքի է կանգնել, որպեսզի նրանց գյուղից վռնդեն։ Ստացվել է դա իրենց մոտ, այս պայն ենթադրյալ մանկապիղծները ունեք տեղեկություն, թե որտեղ են գտնվում։ Տեսեք Ռ Եսայանը, որին գյուղից վռնդել են, նա պարբերաբար կասկածելի վարքագիծ է ունեցել, կան կասկածներ, որ հետագայում երբ այսպես տնային կալանքից ազատվել են, ինքը փորձել է նմանատիպ այլ գործողություն անել, կան կասկածներ նաև, որ արել է, բայց հարազատները տվյալ երեխայի չեն ցանկանում այդ մասին բարձրաձայնեն, որովհետև տեսել են, թե ինչ է եղել առաջին դեպքում, այսինքն կան կասկածներ, այդպիսի նաև խոսակցություններ, ի վերջո այդ անձին գյուղից վռնդել են, հիմա ինքը ասում են նաև ծեծ է կերել, հիմա ամեն դեպքում գյուղի բնակչությունը փորձել է հաշվեհարդար տեսնել։ Գյուղի բնակչությունը, այո, ես խոսեցի նաև համայնքապետի հետ, ով ասաց, որ ամբողջ գյուղն էր ոտքի կանգնել, որ շամպես նրանց սատկացնեին, սակայն նա հետագայում գյուղից հեռացել է, հիմա ըստ խոսակցությունների գտնվում է Երևանում, հենց այդ անձը ինձ փոխանցած տեղեկությունների համաձայն ունի կապեր իրավական համակարգում, եթե երեխան մատնանշել է, ցույց է տվել դեպքի վայրը, դատաբժշկական փորձաքննությունը նաև ցույց է տվել, որ իսկապես երեխայի հետ տեղի է ունեցել գործողություն, սեռական գործողություն, այսինքն եթե կուսաթաղանթը խախտված է, ապա տեղի է ունեցել գործողություն, եթե երեխայի հետ այդ դեպքը տեղի է ունեցել, բայց դուք հետամուտ չեք եղել ընդհանուր պարզելու համար, լավ, եթե ասում եք այս անձիկ չեն եղել, այս անձիկ ունակ չեն եղել սեռական ակտ ունենալու, բայց դեպքում ովքեր են եղել, ինչու չեն հետամուտ եղել, այստեղ է խնդիրը, եւ երկրորդ գյուղացիներն ասում են, որ այդ անձը, երկրորդ անձի մասին է խոսքը, որի մասին այսքան խոսեցինք, վտանգավոր վարքագիծ ունի, պարբերաբար գյուղի երեխաներին կանչել է, որ կոնֆետ հյուրասիրի, այս աղջկա դեպքում ասում են ենթադրյալ հանցագործներից մեկի տուն է գնացել աղջիկը ձու գնելու, իսկ մյուսը տարել է աղջկան ոզնի ցույց տալու, այսինքն երբ
ծանոթանում ես, թե ինչ հանգամանքներ են մատնանշված, տեսնում ես, թե ինչպես են երեխաների ճակատագրի հետ խաղում։ Ես ունեմ տեղեկություններ, որ առանձին երեխաների պարբերաբար առաջարկել է, որ կոնֆետ հյուրասիրի եւ այլն, եւ մարդիկ թույլ չեն տվել, որպեսզի նա որևէ երեխայի հետ գյուղում շփվի։ Ի վերջո ասում եմ, ծեծեկերել եւ գյուղից վռնդվել է, բայց հենց նրա անունն է մատնանշվում որպես ենթադրյալ, այսպես ասեմ, հովանավորվողի անուն, այսինքն նշում են, որ գործը այսպիսի ընթացք է ստացել իր շահերի համար եւ իր կապերի շնորհիվ։ Հիմա այդ ահազանգները ես բոլորը ներկայացրել եմ, դատախազությունը 3 օր է չի արձագանքում, ինձ առաջարկել են գրավոր հարցերը ուղղեմ, բայց ես հրապարակային ներկայացրել եմ ահազանգը, հարազատների ահազանգը, իրենք պարտավոր են արձագանքել։ Ես հարցում ուղարկեմ, կարող է հետո լրացուցիչ ժամկետ ուզեն, կարող է հղում անեն նախաքննության գաղտնիքին ու այդպես երկար, բարակ, ու գիտեք, ավելին ասեմ, ինձ պատմել են, ես ունեմ այդ բոլոր ձայնագրությունները, իհարկե ես դրանք չեմ հրապարակում, որովհետև կան նաև վտանգ ճնշումների հետ կապված, ունեմ բոլոր ձայնագրությունները, որտեղ խոսում են նաև այն մասին, որ այս գործի կոծկման հիմքում ավելի շատ դատախազն է եղել, որովհետև քննիչը սկզբնական ժամանակահատվածում իմ ունեցած տեղեկություններով բարեխիղճ օրենքի տառին համապատասխան աշխատել է, այլ հարց է, որ հետո գործը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Հիմա տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու կարող էր այդպես լինել, հետևությունները թողնում եմ մեր լսողներին, բայց վեդի դեպքը ցույց տվեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել, սկսած նրանից, որ կարող են գործել այդտեղ հովանավորներ ունենալու փաստը, կարող է լինել նաև կոռուպցիոն սխեմա, թող իրենք գործը վերաբացեն եւ տան հարցերի պատասխան։ Եվ երկրորդ, եթե ամբողջ գյուղը խոսում է այն մասին, որ X անձը ունի վտանգավոր վարքագիծ եւ ամբողջ գյուղը հավատացել է երեխային, պատկերացնում եք, ամբողջ գյուղը երեխային հավատացել է, ինչու է երեխայի ցուցմունքները կասկածի տակ դնում քրեական վարույթը իրականացնող մարմինը, հետո առավել շատ կասկածի դնում հսկող դատախազը, ինչու։ Եվ եթե երեխայի այնտեղ կարող են ասել եղել են հակասական ցուցմունքներում եղել են այնտեղ կարող են ասել ցուցմունքներում եղել են հակասական դրվագներ եւ այլն, բայց պատկերացրեք երեխայի, որը առանց փաստաբանի մասնակցում է հարցաքննության, այն էլ այդ ծանր թեմայով։ Վեդու դեպքում տեսանք ինչ խայտառակ պայմաններում էր տեղի ունեցել հարցաքննությունը։ Ինչքանով վստահ լինենք այս դեպքում ինչ ձևով է հարցաքննությունը տեղի ունեցել եւ երեխան չի կաշկանդվել պատմելու ինչ է եղել։ Տեսեք, ինձ պատմեցին, որ երեխան 4-ից 5 ժամ հարցաքննվել է եւ շատ ծանր հոգեվիճակում է եղել, հատկապես այն պարագայում, երբ տեսել է ենթադրյալ հանցագործներից երկրորդին, ում մասին երկար խոսեցինք, Ռ. Եսայանին, շատ ծանր հոգեվիճակում է հայտնվել, երեխան վախեցել է եւ այսինքն այդ երեխայից ինչ էին ուզում, հա? Այդ երեխայի արդեն իսկ ի ցույց է դնում նրա վախերը կան եւ ավելին ասեմ, երեխան ի վերջո հայտնվել է խնամքի կենտրոնում, որովհետեւ հայրը հրաժարվել է խնամակալությունից, հետո արդեն մորական
տատն է խնամակալը եղել, բայց քանի որ անհրաժեշտ եղել, որ երեխայի հետ նաև հոգեբան աշխատի եւ այլը, որոշում է կայացվել, որ խնամքի կենտրոն պիտի տեղափոխվի, բայց այստեղ մի ամբողջ սխեմա է, կա նաև ահազանգ այն մասին, որ խնամքի կենտրոնում իրեն երեխային ասել են, որ ինչու է այդպիսի ցուցմունքներ տվել, թող ցուցմունքը հետ վերցնի, որ հանկարծ վրեժ խնդիր չլինեն։ Իհարկե ես զանգել եմ, խնամքի կենտրոնի անունը հիմա դեռ չեմ հրապարակում, զանգել եմ տվյալ խնամքի կենտրոն, ինձ վստահեցրել են, ինձ այնտեղից, այսինքն այնտեղից ինձ հետ չեն խոսել, ասել են, որ ինձ հետ կապ կհաստատեն, ինձ հետ կապ են հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունից եւ այնտեղ վստահեցրել են, որ նման բան տեղի չի ունեցել, ես չգիտեմ հիմա հավատալ, չհավատալ կամ ում հավատալ, ում չհավատալ, սա պիտի քննությունը պարզի, թող գործը վերաբացեն, հասկանան, եթե երեխան հիմա պատկերացնում եք ինչ իրավիճակում է հայտնվում, եթե վեդու դեպքում մենք կարող էինք երեխայի հետ եւս աշխատել, հոգեբանները, փաստաբանները եւս կարող էին երեխայի հետ աշխատել, ինքը հիմա խնամքի կենտրոնում է եւ մենք նրան հետ խոսել չենք կարող։ Եվ ասեմ ավելին, ինձ մտերիմ հարազատներից մեկը զանգեց, ասաց, որ երեխան իրենց հետ շփվում էր, զանգում էր եւ այլը, վերջին ժամանակահատվածում սկսել է տարօրինակ կերպով իրենց հետ չշփվել, ավելին հարազատներից մեկը գնացել է խնամքի կենտրոն, երեխան ասել է, որ չի ուզում տեսնի եւ դա էլ է կասկածելի եղել, հասկանում եք, այսինքն փորձում են կապը կտրել նաև այդ հարազատների հետ, ովքեր փորձում են երեխայի հետ որոշակի առումով այդ կապը պահել։ Ասեմ խոսքը վերաբերում է, ասացի, սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքի կոնկրետ տատիկի, պապիկի պարագայում նաև իրավագիտակցության այդպես մակարդակի հետ խնդիր ունենք, այսինքն այստեղ պիտի աշխատեն պրոֆեսիոնալ փաստաբաններ, պիտի աշխատեն նաև հոգեբաններ, որովհետև տեսեք, եթե վեդիի դեպքում դպրոցը աջակցել է, այս դեպքում երեխան խնդիր է ունեցել, հետո նաև դպրոց գնալու հետ կապված, փորձել են կազմակերպել նրա կրթությունը հեռավար, այսինքն պատկերացրեք, սեռական բռնության ենթարկված երեխայի իրավունքները շարունակաբար խախտվել են։ Նրա հոգեվիճակի վրա ազդող բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, անարդարություններ են տեղի ունեցել եւ այս վեդի դեպքի բացահայտումից հետո լրագրող Սյուզի Բադոյանի բացահայտումից հետո հասարակական պարսավանքից հետո այս աղջկա հարազատները մտածել են, որ եթե ավելի ակտիվ բարձրաձայնեն, ավելի ակտիվ խոսեն գործի կոծկման վերաբերյալ, ապա արդարությունը այս հարցով եւս կարող է վերականգնվել եւ ենթադրյալ հանցագործները ազատ չեն շրջի եւ չենք ունենա նոր տուժող երեխաներ։ Ընդ որում ասում եմ, երկրորդի դեպքում կան կասկածներ, նշված անձի մասին ում ասացի, կան կասկածներ, որ նա կրկնահանցագործություն է կատարել։ Կան կասկածներ, որ էլի իր կողմից ոտնձգություն է եղել այլ երեխայի նկատմամբ։ Սրանք կասկածներ են, որոնք ինձ փոխանցել են, ես փոխանցում եմ ձեզ։ Ես թող քննությունը այդ հարցով զբաղվի, իհարկե, եթե կա քննություն, չկա քննություն։ Եվ ուրիշ բան էլ ձեզ ասեմ, եթե երեխան մանրամասն այդ հանգամանքները նկարագրել է եւ դուք ասում եք, որ այդ մարդիկ ի վիճակի չեն եղել սեռական ակտ կատարելու, բայց մանկապղծությունը դա միայն սեռական ակտ կատարելը չէ։ Միայն սեռական ակտ կատարելը չէ, բացի դրանից կարող էր, օրինակ, չգիտեմ, մեղադրանքը վերավորակավորվել, անառակաբարո գործողություն որպես դիտարկվել եւ այլն, բայց որևէ բան չի արվել, հասկանում եք, երեխայի շահից բխող կամ երեխայի այդ իրավիճակում հայտնվելու
պատճառը պարզելու համար կոնկրետ քայլեր չեն արվել։ Ասում եմ, եթե ընդհանուր ենթադրյալ հանցագործները, որոնց մասին խոսում է, անմեղ են, ապա ինչպես է երեխան այդ վիճակում հայտնվել։ Սա մի այնպիսի պատմություն է, որ չգիտեմ, եթե շարունակում ենք այս հարցով զբաղվել, ապա մինչև ուր կարող ենք հասնել, որովհետև անընդհատ զանգում են հրապարակումից հետո բազմաթիվ տեղեկություններ են հայտնում, ընդհանուր որ հետագայում կարող է պարզվել, որ օրինակ հանցագործները երկուսը չեն եղել, այլ երեքն են եղել։ Հաշվի առնելով, որ ես նախաքննական մարմին չեմ եւ ընդհանրապես դա նաեւ քննությանը մեջ չի եղել այդ դրվագը, այդ մասին կոնկրետ անուններով չեմ խոսի, բայց կա նաեւ վարկած մարդկանց մոտ, գյուղացիների մոտ, հարազատների մոտ կա նաեւ վարկած, որ երեխայի նկատմամբ այդպիսի գործողություններ ոչ թե 2, այլ 3 անձ են արել եւ երրորդ անձի մասին քննության մեջ ընդհանրապես որևէ բան չի եղել։ Այսինքն, եթե ինձ փոխանցել են հարազատները, վստահ եմ, որ նաև նախաքննական մարմնի մոտ են այդ կասկածների մասին խոսել կամ ոստիկանությունը, երբ որ գնացել է, ինչը գյուղացիները իրենց չեն ասել, խիստ կասկածում եմ, խիստ կասկածում եմ։ Բայց ասում եմ, այդ դրվագի վերաբերյալ առհասարակ որևէ բան գործում չկա։ Հետո, երբ որ ուսումնասիրում եմ այդ գործը, գիտեք, նախաքննական մարմինները տուժած երեխաների մասին ինչ-որ բան գրելիս առաջնորդվում են այսպես, որ երեխան սեռական հարաբերություն է ունեցել։ 14 տարեկան երեխան անչափահաս։ Սեռական ասեն կարող են հարցնել, ասել, հորը հարցնել, ասել, դուք տեղյակ եք, ձեր դուստրը այլ անձի հետ միջայդ սեռական հարաբերություններ ունեցել է, թե չէ։ 14 տարեկան երեխայի մասին է խոսքը, այսինքն հասկանալի է, չէ, ինչ մոտեցմամբ են առաջնորդվում։ Այդ ժամանակ վեդի դեպքում էլ հիշում եք, չէ, ասում են երեխան հայտնել է, որ ինքը այլ անձի հետ սեռական հարաբերություններ է ունեցել։ Այսինքն տուժած երեխային, գործով որպես տուժող անցնող երեխայի վերաբերյալ այդպիսի հարցադրումներ են անում։